Աստված ուզում է միություն, չարը ուզում է բաժանում, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Եվ Հովանու ավետարանում ասում է, եւ կլինի մեկ հոտ, մեկ հովիվ, կամ այլ ոչխարներ կան, որոնք այս փարախից չեն, նրանց էլ պետք է բերեմ եւ մեկ հովիվ պետք է պատրաստեմ։ Առաջին իմաստը խորհուրդը այս խոսքերի հեթանոսների դարձն է։ Դա պարզ է, բարդ բան չկա։ Այսինքն Քրիստոս իրականում եկավ Հրեաստանում քարոզեց, իր առաքյալները հրեաներ էին, բայց 73 թվականից հետո քրիստոնեությունը համաշխարհային կրոն դարձավ, լքեց Հրեաստանի սահմանները, որտեղ 73 թվականին Երուսաղեմ քաղաքը գրավվեց Տիտոս եւ Վեսպասիանոս կայսրերի կողմից ապստամբությունից հետո, քրիստոնյաները ցրվեցին ամբողջ աշխարհով մեկ եւ քրիստոնեությունը դադարեց հրեական կրոն լինելուց, դարձավ համաքրիստոնեական եւ Քրիստոսի խոսքերը կամաց կատարվում էին եւ ուրիշ ոչխարներ, որոնք այս փարախից չեն, այսինքն հրեա չեն, կլինեն մեկ հոտ եւ մեկ հովիվ։ Իրականում Քրիստոս ուզում է, որ բոլոր քրիստոնյաները մեկ հոտ եւ մեկ հովիվ լինեն։ Մինչև 451 թվականը, չհաշված այն փոքրիկ շեղումները, որ իրան եկեղեցու մեջ եւ տիեզերական ժողովներ գումարվեցին, որպես այդ շեղումները վերացնեն, խոսքը Արիոսի, Մակեդոնի, Նեստորի, այսինքն Նիկիայի, Կոստանդնուպոլսի եւ Եփեսոսի ժողովների մասին է խոսքը, հա։ Ընդհանուր առմամբ եկեղեցին մի օրինակ էր եւ համերաշխություն ու սեր կար։ Ինչ-ինչ անհասկացողությունների հետ կապված, բայց կար համերաշխություն, սեր, մեկ հովիվ էր, մեկ հոտ էր։ Ցավոք սրտի 451 թվականից Քաղկեդոնի ժողովից առաջին պառակտումը եղավ, 5 արևելյան եկեղեցիները չընդունեցին Քաղկեդոնի ժողովը, երկու մեծ եկեղեցիները ընդունեցին, երկրորդ պառակտումը եղավ 1054 թվականին, սխիզման, որ կոչվում է մեծ պառակտում, կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցին պառակտվեցին, եւ այսպես 16-րդ դարից սկսած, բողոքական շարժումից սկսած ավելի շատացան պառակտումները։ Եթե մինչև այդ 7 եկեղեցի կար, ապա դրանից հետո 1000 ու մի եկեղեցի դարձավ ճակերտավոր, որտեղ այսօր սնկի նման բազմանում են ճակերտավոր հարանվանությունները։ Բնականաբար սա չարի գործն է, որտեղ Աստված ուզում է միություն, իսկ չարը ուզում է բաժանում։ Բաժանիր, որ տիրես, կբաժանում է հերթով կամաց տիրում, բայց երբ որ մեկ ենք, մեկ ամբողջություն ենք, երբեք չարը մեզ չի կարող հաղթել։ Հիմա մենք ինչպես պետք է վերաբերվենք այս երևույթին, այս բաժանումներին։ Իմաստուն ձևով։ Տեսեք, Հուդան ինքն իրեն բաժանեց Քրիստոսի առաքելությունից։ 12-ից մեկը հեռացավ, 11-ը մնացին։ Քրիստոս միշտ ուզում էր բերել Հուդային, հետ բերեր։ Այն մարդուն, ում ձեռքով մարդու որդին կգնա, ավելի լավ է ծնված չլիներ։ Ձեզանից մեկը ինձ մատնելու, անընդհատ խոսում էր, որպեսզի Հուդան չկտրվի այս խմբից, որպեսզի 12 թվը ամբողջական լինի։ Բայց ցավոք սրտի Հուդան ինքն իրեն կտրեց առաքյալ լինելու այդ մեծ կոչումից եւ գնաց ինքնասպան եղավ։ Այ մեր սխալ զղջաց, ճիշտ ձևով չզղջաց, չապաշխարեց։ Պետրոս առաքյալն ուրացավ, հետո զղջաց, ապաշխարեց։ Հիմա մեր մոտեցումը պետք է լինի այսպիսին, ինչպես Քրիստոս մոտեցավ Հուդային։ Մենք էլ այդպես պետք է ցավ ապրենք այն բոլոր մեր մոլորյալ զավակների վերաբերյալ, որոնք առաքյալների խմբից հեռացել են։ Այսինքն առաքյալների խումբը որն է, առաքելական Սուրբ եկեղեցին է։ Սա է Քրիստոսի հաստատած աստվածադիր կառույցը եւ սրա մեջ մենք պետք է լինենք։ Մենք պետք է խրատենք, ասենք
ուղենք, շտկենք, օտար չպետք է համարենք որևէ մեկին։ Սիրով պիտի խոսենք, առաջնորդենք դեպի ճշմարտություն, դեպի եկեղեցի։ Մինչև վերջին պահն էլ, որտեվ երբ որ դու առաքելական եկեղեցին քո մորը ուրանում ես, Հուդայի նման ես լինում, որտեվ Հուդան էլ առաքյալների խմբից դուրս եկավ։ Ուրեմն մենք սիրով պետք է փորձենք մինչև վերջ բոլոր մոլորյալներին դարձի բերել, որտեվ Քրիստոս ուզում է մեկ հոտ եւ մեկ հովիվ լինի։ Եվ եթե հնար չկա, պետք է ցավ ու կարեկցանք ապրենք այն բոլոր մոլորյալ զավակների համար, որոնք առաքյալների խմբից դուրս եկան, հեռացան։ Ամեն։